Ողջույն Օրագի նյուզի սիրելի հետևորդներ, այսօր աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում շատերի պլաններն են փոխվել, իսկ շատերը արգելափակվել են Դուբայում։ Հենց հիմա անմիջապես Դուբայից մեզ հետ կապի է դուրս եկել բլոգեր Անահիտը։ Ողջույն Անահիտ ջան։ Բարի ցայգաբաց ողջունում եմ ձեզ, վերջապես ես կապի մեջ եմ։ Շնորհակալ եմ նախ մեր առաջարկը ընդունելու համար, ինչպես եք ձեզ զգում։ Շատ լավ ենք, այստեղ մենք մեզ ապահով ենք զգում, կարծում եմ Արաբական Միացյալ Էմիրությունները շատ ապահով են, մենք մեզ ապահով ենք զգում անկախ այս իրավիճակից, փորձում ենք այնպես անել, որպեսզի մարդկանց մոտ շատ խուճապի մատնված վիճակ չլինի, պանիկա ավելորդ լարվածություն չլինի, որպեսզի ավելի հեշտ կարողանանք անցնել այս փուլը։ Անահիտ ջան, նախ սկսենք սկզբից, ինչպես ամեն ինչ սկսվեց, եթե կարող եք անդրադարձ կատարենք։ Այո, ես այստեղ եմ այցելել հանգստանալու նպատակով, այցելել եմ այստեղ մարտի 26-ին, կներեք, փետրվարի 26-ին, իմ թռիչքը պետքա լինի վաղը Fly Dubai ավիաընկերության միջոցով, բայց քանի որ այս պահին փակ է, դեռևս հստակ ինֆորմացիա չկա, ես check-in չեմ կարողանում լինել, Ալ-Բաշա ռայոնում ենք, այստեղ պայթյունների ձայներ եւս լսվել են, օրվա մեջ շատ են լինում, բայց դե ամեն դեպքում, ինչպես նշեցի, ապահով ենք զգում ու փորձում ենք խուճապի չմատնվել։ Այսօր առավոտյան, ճիշտն ասած, մեր հայրենակիցները, ովքեր որ մեր հոթելում են, անընդհատ գրում են ինձ, ես բավականին մեծ քանակությամբ նամակներ եմ ստանում, որովհետև բոլորը հետևում են ինձ, ասում են Անահիտ ջան, կիսվիր, որպեսզի տեսնենք ինչ է կատարվում։ Իրանք էստեղ են, բայց միևնույն ժամանակ տեղյակ չեն։ Գնացել էի, որպեսզի ժողովրդի check-out-ի ժամանակներ այդ հարցերով ենք զբաղվում, որպեսզի ուղղակի համարներից դուրս էին հանում, ռեսեպշնում ամբողջությամբ մարդկանց 6 խումբ է նստած, ու իրանք չգիտեն որտեղ գնալ, ռեյսեր դեռևս չկան, ռեյսեր միայն Օմանից են, իսկ Օման գնալու համար բավականին երկար ժամանակ է պետք, այսինքն 5 ժամ ճանապարհ են գնալու եւ իրանք են վճարելու դրա համար, այսինքն պետությունը ոչ մի բան դրա համար չի վճարում։ Բացի այդ, այս պահին այնքան թանկ են արժեքները եւ մի ուղղությամբ բնականաբար, բավականին թանկ են 1000 եվրո եւ ավել, մարդիկ վճարում են, որպեսզի հասնեն Հայաստան, այսօր կարդացի, որ 2 չվերթ եւս լինելու է։ Դեռևս դա է, ես իջել էի ճիշտ ասած reception, որպեսզի այդ մարդկանց հարցերով զբաղվեինք, այնտեղ ինձ նշեցին, որ դա մեզ չի վերաբերվում, դա միայն վերաբերվում է Աբու Դաբիին, ես զգուշացրեցի, որ զանգելու եմ 901, դա ինչպես այստեղ գիտեք, զբոսաշրջային ոստիկանության հեռախոսահամարն է, սկզբից չէին պատկերացնում, որ պետք է զանգեմ, զանգեցի, ասեցի, այսպիսի իրավիճակ է, մարդկանց վռնդում են սենյակներից, ասեցին, որ մենք ունենք հրահանգ, որ ղեկավարության եւ շեյխի կողմից, որ պետք է ոչ մեկի չվռնդեն եւ այդ ծախսերը պետությունը հոգալու է, շնորհակալություն հաստատ հայտնենք Արաբական Միացյալ Էմիրություններին նման մարդասիրական քայլի համար եւ նրա համար, որ մենք իրոք այստեղ մեզ ապահով ենք զգում։ Զանգահարեցի ոստիկանությունը ասաց այդ հարցերով հիմա կզբաղվենք, մենեջերը մոտեցավ ինձ, ասեց չկա նման բան, դուք պետք է լքեք եւ այլն, այդ մարդկանց ասեցին սենյակից դուրս եք գալիս եւ այլն, շատ տեղերում մարդկանց խաբում են, ասում են, որ նման հրահանգ չկա, բայց ժողովուրդ ջան, ես իմ Instagram-յան էջում եւս տեղադրել եմ հրահանգը, հենց օֆիցիալ իր կայքից տեղադրել եմ։ Պարտադիր ներկայացրեք եւ ձեր իրավունքները պաշտպանեք, քանի որ դուք պարտավոր չեք վճարել ձեր ավել մնալու համար, մարդիկ կան, ովքեր ընդհանրապես վճարունակ չեն եւ պետք է այս պահին մնան այստեղ, որտեղ են, դրսում պետք է հայտնվեն։ Անահիտ ջան, իսկ ձեր զանգից հետո ինչպես արձագանքեցին հյուրանոցի աշխատակազմը, արդյոք դա իր օգուտները տվեց։ Նայեք, ի սկզբանե, այսպես ասեմ, մենեջերը ոչ մի հարցով չէր ուզում օգտակար լինել, որովհետև ի սկզբանե նշեց, որ այդպիսի հրահանգ չկա, դա միայն Աբու Դաբիում մնացած տուրիստներին է վերաբերվում, բայց քանի որ հետո տեսան ես զանգեցի, ես 3 անգամ պարտադիր զանգահարել եմ ոստիկանություն, որովհետև առաջի զանգից հետո ես 20 րոպե սպասել եմ, հետադարձ զանգ չի եղել, հետո եւս 1 անգամ զանգել եմ, նորից տվյալները վերցրեցին, հետադարձ զանգ չստացա, պարզվեց, որ այդ ընթացքում իրանք զանգում են հյուրանոցներին եւ զգուշացնում են, որ այդ մարդկանց չվտարեք։ Իմ check-out-ը վաղն է, իմ համար չէի զանգում եւ ես մոտեցա, ասեցի ձեզ զանգահարել են, ինձ ասեցին ոչ, բայց փաստեցի զանգահարել էին։
Եվ ես կարծում եմ, որ դա կարևոր է ու ցանկացած մարդ պետք է իմանա։ Ես ճիշտն ասած այնտեղ Instagram-ում տեքստով ներկայացրել եմ, եթե դեմ չեք, այստեղ էլ ներկայացնեմ այդ տեքստը, որպեսզի մարդիկ անպայման դրա մասին իմանան ու արդեն մնացածը էլի ըստ կետերի ձեզ ներկայացնեմ։ Կարող եք ներկայացնել, ոչ մի խնդիր։ Շատ լավ, նախ իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը ուզում եմ հայտնել Միացյալ Արաբական Էմիրությունների ղեկավարությանը եւ անձամբ Շեյխին այս դժվարին իրավիճակում զբոսաշրջիկներին աջակցելու հսկայական մարդասիրական քայլի համար Շեյխի հրամանով, հիշեք, բոլորիս պետք է ապահովեն անվճար կացությամբ եւ սննդով։ Սակայն ցավոք որոշ հյուրանոցներ փորձում են շրջանցել այս հրամանը եւ պահանջում են գումար կամ սպառնում են վտարել մեզ։ Ինչ է պետք անել։ Կոչ եմ անում բոլորին լինել տոկուն եւ չվախենալ, մի վճարեք եւ մի լքեք հյուրանոցը։ Դուք ունեք պաշտոնական իրավունք մնալու այդտեղ։ Պահանջեք կապ հաստատել տուրիստի դեպարտամենտի հետ։ Դա հենց այն մարմինն է, որը հրահանգում է հյուրանոցներին։ Անմիջապես զանգահարում ենք 901 զբոսաշրջային ոստիկանություն, սա Դուբայում ամենաազդեցիկ ուժն է զբոսաշրջիկների համար։ Երբ ոստիկանությունը ներկա է, հյուրանոցի տնօրինությունը միանգամից սկսում է հարգել օրենքը։ Եղեք հաստատակամ, հիշեցրեք նրանց, որ Շեյխի հրամանը վերաբերվում է ողջ էմիրություններին, ոչ միայն Աբու Դաբիին։ Այսպիսով մենք հարգում ենք այս երկրի օրենքները եւ թույլ չենք տա առանձին հյուրանոցների ստվեր գցել էմիրությունների հյուրընկալության վրա։ Եղեք պինդ եւ պաշտպանեք ձեր իրավունքները ոստիկանության աջակցությամբ։ Այնքան զանգահարեք, մինչեւ ձեր խնդրին լուծում կտան, որովհետեւ լիքը մարդիկ այս պահին ռեսեպշնում նստած են առանց ինչ-որ տեղ մնալու տեղ չունեն ուղղակի։ Անահիտ ջան, իսկ հյուրանոցի պատերից դուրս իրավիճակը ինչպես է, ընդհանրապես մարդիկ ինչպես են այս ամեն ինչը ընկալում։ Ընդհանրապես իրավիճակը ավելի լարված էր առաջիկա օրերին, այս պահին լռություն է ընդհանրապես, ոչ մեկ ոչ մի բան չի խոսում, երբ որ մենք հարցնում ենք հյուրանոցում ինչ իրավիճակ է, բոլոր աշխատակիցները առաջին օրվանից ասում են նորմալ է, հանգիստ եղեք, բայց դա բնականաբար պայթյունի ձայները մարդիկ լսում են, վախենում են։ Երեկ ես երեկոյան իջել եմ ժամը 5-ին, լուսադեմ 5-ին, մարդիկ նստած սպասում են ռեյսերին, այրապորտը քանի որ փակ էր, այստեղ են խուճապի մատնված են մարդիկ, ուղղակի պետք է հասկանալ, որ անկախ ամեն ինչից խուճապը ավելի վատ է ու ավելորդ ստրես է բոլորիս համար, հաստատ տա Աստված այս ամեն ինչը արագ ավարտվի, իրականում ես սովոր եմ այս իրավիճակին, դրա համար ես ինքս հանգիստ եմ ռեակցիա տալիս, մարդիկ գրում են Անահիտ ջան, քո հանգստությունից ենք ուզում, ասում ամենակ ձեզ նայելով ենք հանգստանում, ուղղակի ցավոք ես սովոր եմ դրա համար ինչ-որ վատ ռեակցիա չեմ տալիս ու հաստատ վստահ եմ, որ շատ շուտով ամեն ինչ լավ կլինի, կոչ եմ անում պատերազմող կողմերին նստել բանակցության սեղանի շուրջ եւ շատ արագ այս հարցին լուծում տալ եւ մենք բոլորս ենք այդպես ուզում, հյուրանոցի տարածքում տարբեր երկրներից մարդիկ են, բոլորի հետ հասցրել եմ ծանոթանալ, շփվել, սրճել, բոլորը խաղաղության կողմնակից են։ Մենք սպասում ենք, որ խաղաղություն շատ շուտով կլինի եւ մենք բոլորս կհասնենք մեր տներ, բայց իհարկե ոչ աստղաբաշխական գներով, ինչպես որ այս պահին չվերթներ իրականացվում, կարծում եմ բոլորը ի վիճակի չեն վճարել 1000 եւ ավել եվրո մի ուղղությամբ շարժվելու համար։ Իսկ արդյոք բողոքներ չկան այդ հարցով, որ այն մարդիկ, ովքեր որ ունակ չեն վճարելու, կարողանան որոշակի գոնե գնի չեցում իրականացնեն եւ տվյալ մարդիկ էլ կարողանան օգտվել ծառայություններից։ Նայեք, ի սկզբանե, երբ որ ես հյուրանոցի մենեջերին ասեցի, ինքը ասեց, ոչ, մենք չունենք այդպիսի հրահանգ, մենք ընդհանրապես ունենք հրահանգ, որ գները չբարձրացնենք, այդպես էին ուզում վճարիր ու մնա, այդպես ասած, իսկ կներեք, ես պարտավոր եմ վճարել, քանի որ ես իմ աշխատանքը այնտեղ է, ես այնտեղ եմ ապրում, ես այսքան չէի ուզում մնալ, ի սկզբանե ուղղակի իրենք պատկերացնում են, որ դուք գաղափար պետքա չունենաք եւ չեք կարողանա պաշտպանել ձեր իրավունքները։ Դրա համար, քանի որ այստեղ կա հստակ որոշում, պետք է դա ներկայացնել ու դա իրենց պետության որոշումն է ու իրենք պետք է հարգեն, մենք հարգում ենք դա, բայց մարդկանց մոտ խոճապը շատ է, քանի որ դեռևս անհասկանալի իրավիճակ է, որոշ մարդիկ այստեղ այցելել են տուրագենստվայի միջոցով, տուրագենստվան այդ ծախսերը որոշ չափով հոգացել է, բայց այն մարդիկ, ովքեր որ այստեղ չեն եկել տուրագենստվայի միջոցով, իրենց մոտ խոճապ եւս կա, բայց այսպես ասված բոլորի մոտ խոճապ կա, այդ գումարները բոլորը իրենց գրպանից են վճարում, չկա մարդ, ում փոխարեն ինչ-որ մեկը վճարում կատարել է։
Բայց այս պահին մեր հյուրանոցը, ես որ խոսեցի, մեր հյուրանոցում մեզ տրամադրել են համար, որտեղ որ մենք մնալու ենք, եւ եթե ձեզ դա համար չեն տրամադրում, ժողովուրդ ջան, պարտադիր այնքան եք զանգում 901, որ գան եւ ձեր իրավունքները պաշտպանեն, այլ դեպքում դուք ուղակի հայտնվելու եք դրսում։ Իրենց համար ուղակի ասելու են, որ նման օրենք չկա եւ դուք դրսում եք հայտնվելու։ Մնացեք համարներում եւ մի լքեք համարները, դուք այդ իրավունքը ունեք։ Անահիտ ջան, նաև դուք ձեր սոցիալական հարթակներում ակտիվ ցուցադրում եք, թե ինչպես են այն խանութները, որոնք ժամանակին ակտիվ գործում են, սննդի կետերը դատարկվել, մի փոքր կխոսեք դրա մասին, ինչպես է ակտիվությունը այդ գոտիներում։ Այո, այդ ժամանակ ես գտնվում էի Emirates Mall-ում էի, գնացել էի, որպեսզի գնումներ կատարեի, մի փոքր ցրվեի տվյալ իրավիճակից։ Emirates Mall-ում մտնում էի Sephora խանութ, այնտեղ ինձ ասեցին, որ փակվում է, հարցրեցի, ասի ինչի եք փակվում, ասեց կխնդրեմ հետևեք նորություններին ու էլ ինչ որ ավելորդ բան չեն ասել, իրենք ավելորդ տարվածություն չեն փորձում տարածել, ուղղակի ասում են ամեն ինչ լավ է, ուղղակի փակվում ենք այդ օրերի մոլի տարածքի վերևի հարկից միջև ներքև փակել են միայն առաջի հարկն էր աշխատում ու շատ քիչ խանութներ։ Ես երեք Դուբայ մոլում եւս եղել եմ, այնտեղ աշխատում է Բուրջ Խալիֆայի տարածքում մարդիկ կան, գնում, գալիս են, բոլորը սրճարաններում նստած, բայց մինչ այդ քաղաքում ընդհանրապես ոչ մեկ չկար ու այդ հատվածում հիմա ավելի ապահով է Բուրջ Խալիֆայի հատվածը, մի փոքր ավելի ներքև մարդկանց շատ քիչ կտեսնեք։ Ես երևի թե 3 նստած ենք Պայմ Ջումեյրայի տարածքում, այնտեղ մարդ ընդհանրապես չկա, 1, 2, 3 հոգի են, մենք էինք, մեր սեղաններ ու կողքի սեղանի 2 հոգի էին։ Այնտեղ մարդիկ չկան, քիչ են, վերևի հատվածում պայթյուններ կային, բայց իրականում բավականին շատ եմ վստահում այստեղի անվտանգությանը ու ինձ ապահով եմ զգում։ Նաև հյուրանոցի ներսում բավականին շատ հայեր կային եւ նշեցիք, որ գնում եք, որպեսզի ծանոթանաք այդ մարդկանց հետ, ինչպիսին է այդտեղ միասնությունը, հենց հայության միասնությունը ինչպես է դրսևորվում։ Իրականում ես մեր հայերին շատ եմ սիրում, ես միշտ կամավոր եմ եղել, երիտասարդների միության կամավորություն եմ ղեկավարել ու միշտ տեսել եմ մեր հայերի իրար աջակցելու փորձերը ու այստեղ ես ինչա այստեղ եմ, բոլորը գրում են, աջակցում են իրար, Անահիտ ջան, տուն ունենք այդտեղ եւ այլն, իրականում շատ գնահատում եմ ու բոլորն են այդպես, եթե կա 10% մարդիկ, ովքեր որ ինչ որ նեգատիվ են դրան վերաբերվում, դա միայն կոմենտների հատվածում այն մարդիկ են, ովքեր որ այստեղ չեն, բայց կոմենտ են անում ու չեն հասկանում ինչ են իրենք ասում։ Ես ունեի բավականին վատ կոմենտներ, որոնք որ գրում էին, չէի հասկանում ինչի համար էին գրում, թող պատերազմ լինի, չգիտեմ եւ այլն, իրականում այդ կոմենտներին անդրադարձ չեմ կատարել, երբ կլինեմ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում, բնականաբար կանդրադառնամ, կարծում եմ չկրթված ինչ որ մարդկանց խումբ էր հավաքվել, որոնք որ գաղափար չունեին, բայց ամեն դեպքում այստեղ գտնվող հայերը իրար աջակցում են, միասին գնում ենք, սրճում ենք, գալիս ենք, իրար զանգում են, անգամ միասին են գնում, քայլելու հետ են գալիս։ Այստեղ մեր հայերով այնքան շատ ենք ու այն շուրջ ու բոլորը հավաքվում են, մեզնից բացի սեղան չի լինում, երեք նստած ենք թաթարներից մի հոգի ասում է, Անահիտ ջան ասում է, դու ստեղ մնա, դու սեղանը ղեկավարի ասում է, մենք նստած էինք 8 հոգով էինք, 8 հայերով ու գնում են, մարդիկ գնում գալիս են ու ոչ միայն հայեր են մեզ միանում, 50, 60, 80 հոգով հավաքվել ենք ռեսեպշնի տարածքում ու մեզ համար խոսում, զրուցում, խաղեր էինք խաղում ու շատ միասնական ենք իրականում, ես կարծում եմ բոլորս մեկը մյուսին օգնում ենք եւ հաստատ ինֆորմացիա եթե կա, կիսվում ենք ու ասում ենք, որ այսպես է, բերեք այսպես անենք, իրար հետ խորհրդակցում ենք, հասկանում ենք ոնց ավելի ճիշտ կլինի ու բոլորը շատ գիտակից ու լավ մարդիկ են մեզ հետ։ Նաև վերջում մի փոքր խոսես քո էմոցիաների մասին եւ ինչպիսին էր նաև քո ընտանիքի անդամների զգացմունքները, երբ որ հասկանում են, թե ինչ իրավիճակում ես գտնվում։ Իրականում ես այստեղ մենք տոնում էինք ընկերուհուս ծննդյան օրը, ամսի 27-ին, հաջորդ առավոտյան արտանում եմ, ես դեռ չէի տեսել ինչա կատարվում, մայրս գրում է Վայ, այս ինչ հակատ մաման, իրականում միշտ մամաները մեր այդպիսինն են ու զանգում եմ պապային, ես ցանկացած հարցով միշտ պապան պետք է ասի, ես հասկանամ ինչա կատարվում, պապան այնտեղից աջակցում է, խոսում է, քննարկում ենք, իրականում, քանի որ իմ ծնողները Արցախից են, իրանք այդ իրավիճակում շատ են եղել, իրանք եւս սովոր են այդ ամեն ինչին,
Այդպիսով նրանց համար այդ ամեն ինչ այնքան սովորական է, ցավոք սրտի, ուղղակի համենայն դեպս ես երբեք առանձին ինչ-որ նման իրավիճակում չէի եղել։ Բնականաբար ծնողները անհանգիստ են ու ոչ միայն իմ ծնողները, ընկերուհիս, ով իմ հետ նույն սենյակում ա մնում, Ռուսաստանից իրա մայրն էլ էնտեղից անընդհատ զանգում ա, դուրս մի եկեք, մի քայլեք, այսպիսի ինչ-որ իրավիճակ, բայց անկախ ամեն ինչից, քանի որ հանգիստ էսպես թե այնպես մի փոքր խառը ստացվեց, հյուրանոցի տարածքում չենք մնում, հյուրանոցի տարածքում, երբ որ տրամադրվում է տրանսֆերներ դեպի տարբեր ուղություններով, այս պահին միայն տրամադրում են տրանսֆեր դեպի Էմիրատ մոլ, պլաժներում, ծովափերում մարդիկ չեն գնում գալիս, որովհետև փակել էին։ Բայց ծնողներիս կողմից այս պահին եւ մայրս եւ հայրս հանգիստ են, վստահ են, որ ես գտնվում եմ ապահով տեղ, հայրս ինձ անընդհատ ուղղորդում է, ես ինչպես մարդկանց եւս պատմեմ այստեղ ինչ իրավիճակ է տիրում ու շատ մեծ աջակցություն եմ ստանում հորս կողմից ու ինչպես նաև այդ ամբողջը ներկայացնում, որպեսզի մարդիկ եւս տեղյակ լինեն, որպեսզի ավելորդ անգամ խուճապի չմատնվեն, որովհետև այստեղ կան երեխաներ, ովքեր չեն հասկանում ինչ է կատարվում, ամեն դեպքում եկել են հանգստանալու ու այսպիսի իրավիճակ կա, դրա համար պետքա խուճապի չմատնվել, ամեն ինչ հաստատ լավ կլինի, ուղղակի շուտ պետքա կարգավորվի, որպեսզի գանք հասնենք մեր տներ։ Իմ աշխատանքը, քանի որ օնլայն հարթակում այս ֆրիլանս եմ աշխատում, ես մարկետոլոգ եմ, ինձ հեշտ ա ղեկավարել դա այստեղից, բայց որ հասկանում եմ մարդիկ կան, ովքեր որ աշխատում են եւ աշխատանքի հետ կապված այսպայն խնդիրներ կան, դա արդեն պետք է հասկանալ ոնց պետք է լուծվի, որովհետեւ փաստացի ոչ մեկ չի կարողանում գալ եւ մարդիկ չեն կարող այդքան գումար տալ գալ, չեն կարող այդքան գումար տալ մնալ եւ չեն էլ կարող այդ գումարը ունենալ, եթե իրանք այնտեղ են աշխատում։ Եվ Անահիտ ջան, վերջին հարցը, ինչ նորություններ կան հետադարձի վերաբերյալ։ Ես, ինչպես նշեցի, Fly Dubai ավիաընկերությունով եմ այստեղ այցելել, Fly Dubai-ը առավոտյան ասեց, որ դեռ կստուգեք, հնարավոր է, որ ձեր չեքինը բացվի, իմ թռիչքը, որ ես գնել եմ, վաղը ժամը 8:55 ա, բայց դե քանի որ аэроպորտը այս պահին փակ ա, դեռևս հստակ ինչ-որ ինֆորմացիա չկա, ես չեմ գնալու аэроպորտ, որպեսզի գամ, բայց կարծում եմ այստեղ ունենք չաթ, հայերի չաթեր, որոնք որ իհարկե լիքը մարդիկ են քննարկում են եւ այլն տելեգրամյան լիքը ալիքներ, դեռևս ըստ տեղեկությունների դեռևս բաց չեն բացելու аэроպորտը, պետք է այդ երկու դեռ չվերթը իրականացվի Օմանի տարածքով, բայց կարծում եմ, որ մարդիկ վճարունակ չեն այդ աստղաբաշխական թվերով այս պահին գալ հասնել Հայաստան ու ամոթանքս տալիս եմ այն ընկերություններին, ավիաընկերություններին, ոչ միայն դեպի Հայաստան չվերթի մասին ա խոսքը, ու այն հյուրանոցներին, ովքեր որ մարդկանց այս վիճակին փորձում են գումար աշխատել, այն էլ այդքան մեծ գումար, ամեն դեպքում չի կարելի, պետքա հասկանալ, որ ոչ մեկ մեր կամքից, բոլորս մեր կամքից անկախ ենք այս իրավիճակում հայտնվել, ոչ մեկ չի ցանկացել էլի, որ նման իրավիճակ լինի։ Նաև կնշեք, թե այդ տոմսերն ընդհանրապես ինչպիսի գնային սանդղակներում են տատանվում։ 1300 եվրոից մինչև 1400 եվրո ես թռիչքները նոր տեսա, քանի որ ինքս մի պահ մտածեցի Օմանով պետք է հասնել, բայց հաստատ պետք չի շտապել, ժողովուրդ ջան, այդքան գումար կարծում եմ անիմաստ է տոմսին տալ, դա ահավոր թվեր են, ինձ Fly Dubai-ից զգուշացրեցին, որ մոտակա ժամերը արդեն կսկսեն թռիչքներն ու այդպես են ասել, հստակ ինֆորմացիա բնականաբար ոչ մեկ չի կարող տրամադրել, ասեցին, որ դեռևս սպասենք, սպասողական վիճակ է, բայց ինչ վերաբերվում է այդ արժեքներին, ամոթանք, ուղղակի շատ ամոթ է մարդկանց վրա գումար աշխատել, այն մարդկանց, ովքեր որ իրենց կամքից անկախ մնացել են այլ երկրում, ուղղակի ամոթ է ու հյուրանոցներին նույն ամոթանքը խոսքեր ուղղակի չկան, հաստատ ինստագրամյան, ֆեյսբուքյան, տիկտոկյան էջերում եւս կկիսվեմ այդ ամեն ինչի մասին, կիսվում եմ ընթացիկ, բայց երբ որ արդեն տա Աստված լինեմ Հայաստանում, հայրենիքում, եւս այդ մասին բնականաբար կխոսեմ, պետք է խոսել, որովհետև մարդիկ պետք է հասկանան, որ իրանք պարտավոր չեն այդքան վճարել, ես բոլորին ասում եմ, մի լքեք հյուրանոցի տարածքը, մնացեք այնքան, մինչև որ արդեն պարզ կլինի, դուք պարտավոր չեք այդքան վճարել ու պարտադիր հետևեք իմ ինստագրամին, որովհետև այնտեղ տեղադրել եմ հղումները, ոնց ճիշտ պետք է ներկայացնել, որպեսզի ավելորդ գումար չվճարեն մարդիկ։ Շատ լավ, Անահիտ ջան, եւ ինչ կուղեք այն մարդկանց, ովքեր հիմա խուճապահար վիճակում են գտնվում, որն է ձեր խորհուրդը։
Ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ կլինի։ Արաբական Միացյալ Էմիրությունները ամենաապահով վայրերից մեկն է, դուք դա բոլորը գիտեք։ Եթե խուճապի մեջ եք, եկեք մեր հյուրանոց, միասին կսրճենք, այստեղ ամեն ինչ լավ է, հանգիստ եղեք, ձեր հետ ոչ մի բան չի լինի, ամեն ինչ հաստատ լավ կլինի, փառք տանք Տիրոջը, ողջ առողջ ենք եւ հաստատ ամեն ինչ լավ կլինի։ Հորդորում եմ, որպեսի պատրաստի շուտ եւ այս ամեն ինչին ավարտ տանք, քանի որ մարդկային կյանքը պետք է հասկանալ, որ ամենաբարձր արժեքն է եւ զենքի մեջ չէ ուժը։ Ուժը հենց ապրելու մեջ է։ Դե ինչ շնորհակալ եմ Անահիտ ջան մեր առաջարկը ընդունելու համար եւ նման լարված իրավիճակում մեզ հետ միանալու համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, ինձ թվում է ես ամբողջությամբ ասեցի եւ իմ ինֆորմացիան օգտակար կլինի մարդկանց, ձեր հրապարակումներին եւս հետեւում եմ, ամբողջը շատ ճիշտ ներկայացվում է, ձեզ ենք շնորհակալ, կապի մեջ կլինեմ, եթե իհարկե ինտերնետը այդ հնարավորությունը տա, շնորհակալ եմ շատ։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, աշխարհաքաղաքական լարված իրավիճակը շարունակվում է, հետևեք մեզ, որպեսզի հասկանանք, թե ինչ զարգացումներ կունենա։